Ծառուկյանի թեման քարոզարշավի ընթացքում դուք Ծառուկյանին ուղղված հետևյալ խոսքերն եք ասում գլուխդ պատին կտած սաղին չոկացնելու բերելու ենք պատասխանատվության Ծառուկյան Գագիկ լեզուդ երկարելա ես քեզ ասում եմ եւ ձեր այս հայտարարությունից հրապարակային սպառնալիքից հետո մենք տեսնում ենք որ ԱԱԾ-ականները գնում են կանգնած ոչինչ չանող ժպտացող Գագիկ Ծառուկյանին թևերից բռնում են եւ գցում են հատակին սրանով դուք ինչ ուղերձ եք փոխանցում հանրությանը մյուս անձանց ինչ եք ուզում դուք սրանով ասել որովհետեւ մեր տեղեկություններով այդ տեսարանը եղել է այն ժամանակ երբ որ ԱԱԾ-ն մտել է Ծառուկյանի առանձնատուն իսկ ձերբակալումը եղել է դրանից 12 ժամ անց եթե դա ձերբակալման բուն process-ը չէր ապա այդ տեսարանը ինչի էր բեմադրվում սրա ուղերձը մեսիջը հանրությանը որն է պարոն վարչապետ եւ Ծառուկյանի կենթանիների այդ թեման 2000-ականներից եթե չեմ սխալվում մամուլում շրջանառվում է բայց գոնե ձեր իշխանությանը օրոք դա հայտնի էր 2020 թվականից երբ որ ԱԱԾ-ն ընտրակաշարքի գործով մտավ կադրեր հրապարակվեցին նաև այդ խրտվիլակներից կենթանաբանական այգուց ավելին 2024 թվականին մի բլոգեր միլիոնանոց լսարանով մտավ այդ ամեն ինչը նկարահանեց Քննչական կոմիտեն քրեական վարույթ հարուցեց, բայց հետո գործը տեղից չէր շարժվում, ինչքան հարցնում էինք, ասում էին զարգացումներ չկան։ Եվ հիմա այսպիսի կարծիքներ կան քննադատություններ ձեզ ուղղված պարոն վարչապետ, որ գիտեիք, չէիք դա օգտագործում եւ պահում էիք որպես մահակ ընդդիմախոսների, ընդդիմադիրների նկատմամբ եւ քաղաքական նպատակահարմարության պայմանավորված դա օգտագործում եք։ Ինչպես կմեկնաբանեք այս ամենը։ Ուղղանում հետեւյալ կերպ, որ ինչպես ասել եմ 8 տարի մենք ստիպված ենք եղել պայքարել այդ թվում դատա իրավական մաֆիայի դեմ եւ այն մարդիկ ովքեր չեն ենթարկվել եւ այդ գործերը որոնք պատշաճ ընթացք չեն ստացել այդ թվում հանցավոր պայմանավորվածությունների պատճառով եւ մարդիկ շարունակել են իրենց արտոնյալ զգալ եւ դատա իրավական համակարգը այդ թվում նորմալ չի գործել Հիմա Հայաստանի ժողովրդի եւ կառավարության ակնկալիքն է, որ դատա իրավական համակարգը նորմալ գործի, որպեսզի դա նաեւ նրա մասին է խոսում, որ մինչեւ հարցերը չեն հասնում համաժողովրդական քաղաքական մակարդակի, ինչ որ խնդիրներ շարունակում են դες տեղապտույտի վիճակում հայտնվել։ Օրինակ, ասում են, որ քաղաքական հետապնդում Ես ասում եմ, որ ընդհակառակը տեղի է ունեցել միջև վերջերս քաղաքական չհետապնդում, որովհետև այդ թվում պետական համակարգում գործող շոշափուկները նախորդ քաղաքական իշխանությունների պրոտեկցիոն պայմաններ են ստեղծել շատերի համար։ Եվ դրա վերջը պետքա տրվի, եւ դրա վերջը պետքա տրվի այդ թվում ժողովրդի տված մանդատով։ Երկու հարցի հետ կապված է։